Բարև ձեզ, այսօր կուզենայի վերլուծել երկու հետաքրքիր միտք եւ ինչպես եմ ես պատկերացնում դրանց կապը իրական կյանքի հետ։ Առաջինը դա ճանաչիր ինքդ քեզ միտքն է, կարծեմ Սողոմոն իմաստունի կողմից է գրվել առակագրքի մեջ, եւ այստեղ խոսքը ոչ թե միայն մարդու ուրեմն ֆիզիկական տվյալների մասին է կամ իր անվան հետ կապված, իր ընտանիքի հետ կապված կամ պատկանելության հետ կապված խնդիրներն են, այստեղ ավելի խորքային է կարծում եմ իմաստը, այսինքն մարդը պետք է իր կյանքի օրոք կարողանա ճանաչել եւ իմանալ, թե ինչ ընդունակություններ ունի ինքը, իր հոգևոր կապը վերգտնի ինքն իր հետ, իր ներքին ուժերի հետ եւ կարողանա դա օգտագործել իր ողջ կյանքի ընթացքում ի նպաստ իրեն եւ տարբեր աղբյուրներից ուրեմն հետաքրքրվելով հասկանում ես, որ տարբեր աղբյուրներ նույն բանն են ասում, ամբողջ այս պայքարը մարդուն ուրեմն չթողնելու մասին է, որ ինքը մարդը ճանաչի, թե ինքը ով է եւ ինչ գերբնական եւ հետաքրքիր ուժեր ունի իր մեջ, գերբնական չասենք, իրական ուժեր ունի մարդը իր մեջ եւ այս ամբողջ ուրեմն խնդիրները ցակել է նրանից, որ մարդը այդ գիտելիքների հետ կապը կորցրել է եւ ամբողջ ուրեմն այդ տիրակալների ամբողջ պայքարը դրա մեջ էր, որ գիտությունն ու այդ բոլոր տվյալներն ու տեղեկությունները մարդկային մտքից հեռու պահեն, որպեսզի մարդը չկարողանա միտքը զարգացնել, աճել, քանի որ երբ որ հասկանում ենք մեր մտքի ուժը, մեր ներքին կարողությունների ուժը, թե որքան կարևոր է, ուրեմն արդեն մենք բնականաբար չենք ընդունում մեկ այլ իշխանություն, մեկ այլ հարկադրող ուրեմն իրավիճակներ մեզ համար։ Հետաքրքիր է այստեղ կարծում եմ հայի դիրքորոշումը ու հայի պատմությունը։ Տեսեք, հայ ազգը իր հնուց եկած իր բոլոր արժեքներով իր մեջ պահելով այդ գիտության լույսը, այսօր բոլորի կոկորդին ոսկորի նման բան է դարձել։ Դրա համար էլ բոլորը այսպես քարկոծել են հայերին, որպեսզի ազատվեն այդ վերջին պատառ լույսից, որը մնացել է երկրագնդի վրա, կարելի է այդպես ասել, որովհետև մենք գիտենք մեր արմատները ի սկզբանե եւ մենք ոչ մի ձևով չենք ուզում դրանից հրաժարվել, որովհետև ենթագիտակցաբար մենք տան ճանապարհը գիտենք, հիշում ենք, մտապահել ենք մեր ուրեմն արվեստների, մեր գրականության, մեր տաղանդների, մեր շնորհքի միջոցով, որովհետև այդ ամբողջը աստվածատուր է։ Եվ հետաքրքիր է, որ Աստված բառը հայերենում, երբ որ մի քանի լեզվի հետ համեմատում ես, ասենք Աստված բառը հայերենում շատ հետաքրքիր է, այս, որ ինձ է տրված, այսինքն այս մասնիկը, որ ինձ է տրված, որով ես կերտեմ, կարողանամ արարել, որովհետև այդ ար բառը իսկապես շատ կիրառական է հայերենում եւ հայերեն լեզվում, ինչու, որովհետև մենք այդ կապը մեր արարող տեսակի մասին այդ գիտակցությունը պահել ենք, մենք գիտենք, որ մենք կերտող ենք, մենք գիտենք, որ ինչ էլ որ լինի, մենք մեր վրա այնքան վստահ ենք եւ պատահական չի, որ այսքան հայերը մեծ հաջողություններ են ունենում, ասենք, երբ որ դուրս ես գալիս նաեւ Եվրոպայում շփվում ես տարբեր տեսակի հայկական համայնքների հետ, բոլոր հայ երեխաները աստղեր են իրենց իրոք շրջապատում, բոլորը փայլում են իրենց գերազանց հաջողություններով, առանձնանում են իրենց տաղանդով եւ ունակություններով եւ ուղղակի հիանում ես բոլորի այդ ներկա գիտակցական ու խորքային եւ խորը իմաստուն տեսակի մեջ չես կարող չհիանալ այդ հասարակության այդ մտքի ուրեմն եւ տեսակի պահով չես կարող չհիանալ մեր ազգով, իսկապես դա ոչ թե մենք մեզ գովում ենք, այլ ուղղակի գիտակցում ենք մեր արժեքը եւ գնահատում ենք։ Եվ իսկապես
Այդ համեստությունը իհարկե հրաշալի երևույթ է, բայց երբ որ գալիս է պահը, որ պետք է փայլես, Աստղը չպետք է թաքցնի իր փայլը, պետք է իրոք փայլի։ Ու հիմա ժամանակը հասել է, որպեսզի մենք մեր այդ ամբողջ փայլը դնենք սեղանին, մեր ամբողջ այդ ներքին ուժը ուղենք մեր իրոք այդ մենք վերջին կայծն ենք մնացել, այսպես ասած, որ պահում ենք, սյունն ենք մնացել։ Ու ես դրան հավատում եմ, որովհետև տարբեր տեսակի այստեղ ասեմ, որ տարբեր տեսակի ազգերի հետ կարելի է շփվել Եվրոպայում, երբ որ դուրս ես գալի Եվրոպայում ես ապրում, ես ապրում եմ օրինակ եւ աշխատում եմ Շվեյցարիայում եւ օրինակ իմ նոր տարվա ուրեմն հրավերքին մասնակցեցին 12 ազգ էինք հաշվեցինք, ուրեմն ուսուցիչներով հավաքվել են եւ տարբեր 12 տարբեր ազգերի ներկայացուցիչներ կային եւ հետաքրքիր է, որ իհարկե ուրախ էր, հետաքրքիր էր եւ այլն, բայց երբ որ համեմատում ես այդ մեր խորքային ուրեմն այդ շփումները մեր ազգի հետ եւ օտար ազգերի հետ, շատ քիչ ազգեր կան, որ այդ խորությունները երբ որ խոսում ես այդ խորը, այդ իմաստուն հետաքրքիր մտքեր ես արտահայտում, բոլորը սենց կլանված լսում են եւ իրոք բացվում են, այսպես ասած, իրենց լույսները արթնանում։ Եվ ես հասկանում եմ, որ ասենք երբեմն հայերը նաեւ այսպես ծրված են աշխարհում, որպեսզի նաեւ պահեն այդ առաքելությունը։ Երբեմն ես այդպիսի տեսլականներ ունեմ, այսպես վիժններ է գալիս, որ երբեմն հայերը պատահական չէ, որ ասենք իհարկե ոչ լավ իրավիճակներում է ստեղծվել հայերի այդ ծրվերը աշխարհում մեկ, բայց երկրորդ կողմը նա է, որ Աստված դա տեսնելով մեզ նաև ուժ է տվել մեր լույսը տարածել այնտեղ, որտեղ ստվերները շատ են, այնտեղ, որտեղ դեռ մթություն է, երբ որ հայ ընտանիքների հետ մարդիկ շփվում են, իսկապես այդ ջերմությունը, այդ անկեղծությունը, այդ ամեն ինչը կարողանում են ստանալ միայն հայերից եւ շատ մարդիկ են ինձ խոստովանել, որ առաջին անգամ են տեսնում այնպիսի իրավիճակ, որ անծանոթ գրեթե կամ շատ քիչ ճանաչում ենք միմյանց, բայց ցանկություն ունենք մինչև վերջ բացվելու քեզ հետ եւ ոչ մի ֆիլտր չկա եւ եւ սա ասենք մեր ազգային հատկանիշն է, ես կարծում եմ։ Երկրորդ բանը, որ պետք է ճանաչենք ինքներս մեզ, դա մեր ներքին ուժի հնարավորությունն է։ Ամեն մարդ իր ներքին ուշադրությամբ ստեղծում է, արդեն հասկացել ենք, ինձ թվում է բոլորս էլ այդ անգամ մտքերը կրկնվում են եւ ինչու են կրկնվում, որովհետեւ երբ որ մեկը հասկանում է դրա պոտենցիալ հնարավորության մասին, երբ որ դու հասկանում ես, որ մի րոպե, բայց ես եմ իմ իրականության հեղինակը եւ կարող եմ իմ մտքով ինչպես տրամադրվեմ, այնպես էլ ուրեմն իմ շուրջս կերտեմ իրականություն եւ կվայելեմ այդ իրականությունը։ Անկեղծորեն եմ ասում, իրոք աշխատում է։ Եթե տանից դուրս է գալիս ու երբեմն լինում է, որ ասենք 5 րոպե է ժամանակ ունեմ, որ հասնեմ մինչև Կանգար ու չգիտեմ, ասենք ավտոբուսը երբ կգա ու մտքով մտադրում եմ, ասում եմ, կգա հենց որ ես հասնեմ Կանգար, ավտոբուսը նոր կգա, 2 րոպե, 1 րոպե կկանգնեմ ու ավտոբուսը կգա։ Եվ այդպես հարյուրավոր անգամներ է եղել, անկեղծորեն խոստովանում եմ, աշխատում է։ Ինքներդ փորձեք, մտադրությունը դրեք, բայց մի դրեք փորձելու համար, դրեք անկեղծորեն ու հաստատ իմանալով, որ այդպես էլ կլինի։ Այլ վարկած էլ մի քննարկեք ձեր մտքում։ Միայն դրան, ինչ մտադրություն դրել եք, միայն դրա վրա մնացեք։ Մտքերը գալու են ձեզ իսկապես հենց հարված են ուղեղը թմբուկների պես։ Պետք է այդ հարվածներին նախապատրաստվեք։ Եվ դրա համար կան ուրեմն հաստատումներ, ինքներդ կարող եք ձեր համար հաստատումներ ստեղծել, նախորոք նախապատրաստվեք։ Ինչ էլ լինի, եսի մտադրությունից չեմ շեղվելու։ Սա եմ որոշել, ուրեմն հաստատ կմնամ իմ որոշման մեջ։ Հետաքրքիր բան է, որ մկանի նման զարգանում է այդ որակը, երբ որ դուք դա ձեր մեջ մշակում եք, դա մկանի պես ասես զարգանում է եւ ամեն անգամ դրանից հետո ավելի արագ ու ավելի հետաքրքիր է ստացվում։ Ցանկացած տեղ գնալուց որոշեք ինչ զգացողություններ եք ուզում ձեզ հետ տուն բերել այդտեղից, ասենք գնում եք խնջույքի,
պատկերացնում եք բոլորս կարծեմ զգացել ենք այդ զգացողությունը, ունեցել ենք այդ զգացողությունը, երբ որ խնջույքի, երբ որ ծիծաղում ենք, բոլորս լիաթոք բան, հանկարծ մեր հայերեն խոսք ունենք, ասում ենք, ես ինչքան ծիծաղացի ենք, Աստված ջան, մի վատ բան չլինի։ Տեսեք, այդ գիտակցությունը ես միշտ ծնողներից լսել եմ, ու այդ գիտակցությունը պետք է մաքրել։ Մենք իրավունք ունենք ծիծաղելու առանց վտանգի սպասելու։ Եվ պետք է մեզ ուղղակի թույլ տանք դա անել, որովհետև այդ կոդավորումները, ծրագրավորումները, որ անդադ լսել են կողքից մեր ծնողներից, այդ վախեցած, եւ իրենք էլ մեղավոր չեն, այնքան դժբախտություն եւ պատահական անսպասելի ուրեմն աղետներ են տեսել մեր նախորդ ծերունները, որ բնականաբար այդ ամբողջ ավանդական խոսքը համեմվել է այդպիսի ասացվածքներով, բայց մեր սերունդը հիմա պետք է մեզանից դա մաքրենք, որովհետև ինչը կրկնում ենք, դա էլ հայելու պես մեզ արտացոլում է։ Դրա համար մաքրենք մեր ուրեմն խոսակցությունները եւ ներքին մտածելակերպը, փորձենք ամեն խոսք ասելուց մտածենք, բայց դրական բան եմ ասում, թե բացասական։ Եթե բացասական մի րոպե, ինչպես մյուս անգամ փոխեմ սրա փոխարեն մեկ ուրիշ բան ասեմ։ Ընդհանրապես այդ կորուստի, հանկարծակի աղետների եւ այդ պատահական հարձակումների կամ դժբախտության կամ դժբախտ պատահարների այդ գիտակցությունը մեր ազգային մտածելակերպի մեջ մեր ընտանիքներից եկած նստել է, բայց հիմա մենք այդ գիտակցությունը ունենք, իրենք անտեղյակ էին, իսկ մենք պետք է հիմա մեզ ճանաչենք, այսինքն երբ որ մենք մեզ ճանաչենք, մենք կարող ենք ուժ ունենք դա հաղթահարելու։ Երկրորդ միտքը, որ հաջորդ թողարկմանը կարելի է քննարկել, դա իմացյալ մահը մահ է, չիմացյալ մահը անմահություն է։ Այսինքն, երբ որ գիտակցված ինչ-որ իրավիճակների մեջ ես գնում, թեկուզ չստացվի, բայց դու դա ինքնաարտահայտման ձև է։ Ամենակարևորը այդ ինքնաարտահայտման երևույթը իրականացնելն է, նույնիսկ ռիսկի գնով։ Եթե մարդը վախենա ու քայլ չանի, երբեք չի իմանալու իր ամբողջ կյանքը իրեն տանջելու, իսկ եթե փորձեի, միգուցե ես հաղթեի։ Այնպես որ դա այդ գիտակցությունն է, որ մեր մեջ պետք է մշակենք։ Շնորհակալություն, կշարունակենք։